Ինչպես տեսնում եք, ինչ հսկողություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տան մոտ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված եւ զինված անձինք վաղ առավոտից ժամը 7-ից նախ մուտքը արգելափակել են մեր նախորդ փաստաբանները եւս 1 ժամ սպասելուց հետո նոր միայն կարողացան մուտք գործել եւ մասնակցել խուզարկության գործընթացին, որտեղ տևական ժամանակ մոտավորապես 1 ժամ կոմունիկացիա հնարավոր չէր ստեղծել, որպեսզի փաստաբանները, երկու փաստաբանները բարձրանային պարոն Ծառուկյանի առանձնատուն։ Հիմա եւս ականատես եք լինում, որ երրորդ փաստաբանը Երեմ Սարգսյանը եւս մոտավորապես 1 ժամ սպասում է եւ կրկին անգամ հնարավոր չի կապ հաստատել քննիչների հետ, որպեսզի թույլտվություն տրվի փաստաբանի մասնակցության ու ներկայության համար խուզարկություններին։ Այս պահին Multigroup կոնցեռնի գրեթե բոլոր ձեռնարկություններում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում, ինչպես նաեւ խուզարկություններ են իրականացվում այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում 1 տասնյակից ավել ընկերությունների մասին է խոսքը։ Արադ ցեմենտում է խուզարկություն, Երևանի Արադ կոնյակի օղու գործարանում է, Multiwellness համալիրում է, Օլիմպավանում է, Multistone ընկերությունում, հյուրանոցային Multigrand հյուրանոցային համալիրում եւ բազմաթիվ այլ հիմնարկներում։ Այս պահին միգուցե ամբողջ ցանկը չհիշեմ, այս լայնածավալ գործողությունները վկայում են ընդհանուր առմամբ մեկ բանի մասին, որ բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա, որովհետեւ այսպես այս արագությամբ սպասեցին եւ համբերեցին Սահմանադրական դատարանի որոշմանը, որից անմիջապես հետո այսօր վաղ առավոտյան 7:16 են սկսել գործողությունները իրականացվել, անգամ պատկան մարմինները այսպես չեն սպասել, որ լույսը նորմալ բացվի, ինչևէ փաստաբանները երբ որ մենք տեղեկատվություն չունենք, որովհետեւ միջև ամսի 4-ը երբ որ պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասով կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր այդ տեղեկությունը, որ իրենք ստացել են նման գործ, նման վարույթ հարուցելու հետ կապված, սակայն ԿԸՀ-ն չքննեց այդ հարցը, ըստ երևույթին կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է Սահմանադրական դատարանը կայացնելու եւ որ ամսի 4-ից հետո այլևս պարոն Ծառուկյանը որպես պատգամավորության թեկնածու չի ունենալու անձեռնմխելիություն եւ այլևս ԿԸՀ-ով հարկ չի լինելու այդ հարցը քննարկել եւ հենց դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի այսպես կայացրած որոշմանը հաջորդող հենց առաջին աշխատանքային օրը վաղ առավոտյան ժամը 7:16 սկսել են այս լայնածավալ գործողությունների հետ կապված աշխատանքները։ Մենք եւս մամուլից ենք տեղեկացել անկեղծորեն, թե ինչ հոդվածներ են շրջանառվում կոնկրետ պարոն Ծառուկյանի անձի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք ձեռնարկությունների, փողերի լվացում, հարկերից խուսափում, բայց սա մամուլից ստացած տեղեկատվությունն է, որովհետեւ քննչական կոմիտեն եւս հարկ չի համարում այս պահը որևէ պարզաբանում, պաշտոնական պարզաբանում տալ այս հարցի հետ կապված, իսկ ինչպես տեսնում եք, մեր փաստաբանները վերևում են գտնվում, խուզարկությանն են մասնակցում եւ տեղեկատվություն չունենք, հուսանք, որ ավելի ուշ փաստաբանները կամ պարոն Ծառուկյանը անձամբ կպատասխանի ձեր բոլոր հարցերին։ Ծառուկյանը տանն է։ Այո, պարոն Ծառուկյանը, ընտանիքը, մայրը, տիկին Ռոզա Ծառուկյանը, ընտանիքի անդամները տանն են գտնվում, այո։